Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Նահապետյան, սկսենք իսրայելա-իրանական հակամարտությունից, գիտենք Իսրայելը հարվածեց Իրանին, ինչից հետո կողմերը շարունակաբար սկսեցին հարվածել իրար։ Ըստ ձեզ ինչու սա հենց հիմա տեղի ունեցավ եւ ամենակարևորը, ինչ ռիսկեր է սա պարունակում Հայաստանի համար, հաշվի առնելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումը։ Նայենք ովքեր են շահառուներ այս պատերազմի։ Երկու շահառու կա, կարելի ասել, առաջին Իսրայելը, ռազմաքաղաքական ղեկավարության եւ հոգեվոր ղեկավարության նպատակը մեծ Իսրայել ստեղծելն է, այդ թվում վերահսկում են իրենց ամենակարևոր հակառակորդին Իրանին, եթե հաջողվի, որտեվ Իրանի ձեռքերը շատ երկար են, ունի պրոքսի կառույցներ, Համաս, որ ժամանակին Իրանն չէր եղել, բայց հիմա փաստացի Իրանն է, Հեզբոլլահը Լիբանանում եւ հուսիտները։ Նպատակը իրոք մեծ Իսրայել ստեղծելն է, բայց մեծ Իսրայելը ինքը եւս նպատակ չի, մեծ հաշվով ինքը գործիք է։ Նպատակը հոգեվոր դաշտից է, ըստ հրեաների, Թալմուդի եւ Թորայի Սողոմոնի երրորդ տաճարի կառուցումը։ Սա իսկապես լուրջ մոտիվացիա է։ Խանգարող խոչընդոտող հանգամանքներ կան, ասենք Իսրայելում բնակվող 5 միլիոն պաղեստինցիներ եւ պատահական չէ որ նախանցյալ տարի հոկտեմբերի 7-ին կոնկրետ Համասին պատերազմ հայտարարվեց։ Հոկտեմբերի 8-ին 7-ին այդ հայտնի դեպքեր եղան։ Եվ ասենք Տրամպի վարչակազմն էլ, մասնապես Տրամպը Գազայում ապրող պաղեստինցիներին առաջարկում էր Հորդանան Եգիպտոս տեղափոխվել։ Որտեղ եթե Սողոմոնի երրորդ տաճարը կառուցվի, դա կառուցվել է նույն տեղում, որտեղ առաջին երկուսն է։ Այդ տարածքում հիմա Ալաքսա մզկիթն է գտնվում։ Եթե այդ մզկիթը տեղափոխվի կամ քանդվի, բայթեցվի, 5 միլիոն մահապարտ պաղեստինցի։ Սա իրոք խնդիր է, հա, Իսրայելի համար։ Այսինքն նպատակը Գազայի հատվածը եւ արևմտյան ափը իր վերահսկողության տակ վերցնելն է։ Դուրս դնելն է, չէ, այդ մարդկանց Իսրայելի տարածքից վտարելն է։ Այդ Գազայի պատերազմը, որը փաստացի է, թե արձանագրենք այս պատերազմությամբ, Իսրայելի բանակը ցախելը պարտվել է, որտեղ 365 քառակուսի կիլոմետրի վրա բնակվող 2 միլիոն 400 հազար պաղեստինցիներ մինչև ծնկի չի բերել։ Արդեն տարուկես անցել է, թե ոչ ավել, փաստացի չի կարողանում գրավել, ընդդեմ մի տարածք, որը 100%-ով շրջափակված է։ Հիմա փորձ է արվում Իրանին ծնկի բերել, բայց Իրանին ծնկի բերել ռազմական առումով առնվազն 2 փուլանոց օպերացիա պետք է լինի։ Առաջին այն ինչ հիմա անում է եւ երկրորդ ցամաքային օպերացիա։ Առանց ցամաքային օպերացիայի հնարավոր չի։ Իսկ այն ինչ անում է, ըստ իս նպատակը Իրանում լրջագույն ներքին դժգոհություններ առաջացնելն է, հաշվի առնելով, որ Իրանը բազմազգ պետություն է, առնվազն 4 էթնիկ խումբ են հիմնականում Իրանի բնակչության 95%-ը կազմում, 50% մի փոքր ավել պարսիկներն են, երկրորդ էթնիկ խումբը ազարիներն են, որտեղ Ադրբեջանը ասում է մեր հայրենակիցներ, բայց կապ չունի։ Այսպես կոչված հարավային Ադրբեջանը։ Այո, Ադրբեջանում ապրում են կովկասյան թաթարները եւ այդ տարածքում կովկասյան բնիկ ժողովուրդներ, ասենք լեզգիները, դագերը, թալիշները իրանական բարձրավանդակի ժողովուրդ են մեր Կասպյան շրջանում։ Երրորդ խումբը քրդերն են, չորրորդը բելուժները։ Հիմա այս նպատակը ներքին այդ դժգոհություններ, ավեր ընդ որում հարվածը 4 ուղղությամբ է Իսրայելը պատրաստ է, փաստորեն իր հետախուզությունը բավական էֆեկտիվ։ Առայժմյակը արդյունքը որտեղ տալիս է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը, էֆեկտիվ աշխատում էր հետախուզությունը, որտեղ նրանք կարողացան նախ ռազմական եւ գիտական ղեկավարության բարձրաշրջան մի քանի տասնյակ ղեկավարները ֆիզիկապես ոչնչացնել։ Երկրորդ նպատակը անօթաչու թռչող սարքերով հոբ, ռեբ եւ հակարտերային պաշտպանության միջոցներ, այդ թվում նաեւ բալիստիկ հրթիռների կայանքները ոչնչացնելն էր։ Երրորդով օթուժի միջոցով արդեն կրիտիկական ենթակառուցվածքները հրամանատարական կառավարման կետերը
եւ միջուկային հետազոտությունների կենտրոնները ոչնչացնելը եւ չորրորդով ներքին դժգոհություններ առաջացնելը, որտեղ միլիոնավոր մարդիկ փողոցին իջնելու այաթոլաների կառավարման ինստիտուտը ոչնչացնելու համար։ Այս 4 հիմնական նպատակն է, հա։ Որքանով սրանք կհաջողվի իրագործել։ Փաստը մնում է փաստ, որ Իրանը փաստացի բալիստիկ հրթիռներով եւ հիպերձայնային արագության հրթիռներով, որի դյուրին կերպով շրջանցում է երկաթյա գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգը, թիրախային հարվածում է, եւ Իսրայելի ամենախոցելի տեղը նա է, որ եթե Իսրայելի քիմիական գործարանների եւ միջուկային հետազոտությունների եւ զենքի պահոցների, եթե հիպերձայնային արագության հրթիռները ուղղակի Իրանը խփի, իսկ ինքը կարող է խփել թիրախային, ուղղակի այդ տարածքը կդառնա անմարդաբնակ։ Ճիշտ է, իր նկատմամբ եւս Իսրայելը այդ ընթացքում կարձակի միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, որտեղ Իսրայելը միջուկային տերություն է։ Իրանի մի մասը դժվարանում եմ գնահատել, որ մասը իսկապես անմարդաբնակ կլինի, բայց փաստում է փաստ, որ Իսրայելի պետությունը ընդհանրապես կվերանա։ Եվ այս առումով, եթե մենք ուշադիր նայում ենք, ես ասի երկու շահառու։ Առաջինը Իսրայելն է, բայց կա երկրորդ կարծում եմ ըստիս ամենակարևոր շահառուն, որը առերևույթ ցույց է տալիս, որ ինքը այս պատերազմը փորձում է կանգնեցնել, խոսքս Միացյալ Նահանգների մասին է։ Եթե Իսրայելի ղեկավարության մոտիվացիան պարզ է, ապա Միացյալ Նահանգները այս պատերազմով եւ ընդհանրապես մերձավոր արևելքում նավթ արդյունահանող եւ տեղափոխող երկրների, եթե այս կամ այն ձեւով ներքաշում պատերազմի մեջ, բնականաբար նախ այդ երկրները որոշակի հակակալեր են անում, օրինակ Իրանը հայտարարել է, որ կարող է Օրմուզի նեղուցը փակել, որտեղ տեղափոխող նավթի սպառվող 40% այդ նեղուցում է, հա։ Փակել դուք պատկացեք նավթի գները առանց այն էլ արդեն մի 20% բարձրացել է, ուղղակի կարգով կարող է բարձրանալ 2-3 անգամ։ Իսկ սա ում է վնաս տալիս։ Միևնույն է, Իսրայելը այդ առումով որոշ խնդիր չունի, որտեղ Միացյալ Նահանգները ինքը նավթ կարող է Իսրայելին մատակարարել, դա խնդիր չի։ Խնդիրը այստեղ Չինաստանն է։ Չինաստանի տնտեսության, հոսանքի արտադրության հիմնական արջի բաժինը էներգակիրների նավթի վրա է նստած մոտ 80%։ Այնպես ինչպես օրինակ Ֆրանսիան հոսանքը արտադրում է 80% ատոմականներով, Չինաստանը արտադրում է նավթով։ Այսինքն Չինաստանին ծնկի բերելու խնդիրներ Այո, որտեղ Միացյալ Նահանգները ստրատեգիական խնդիր ունեն։ Իրենք աշխարհի գերհզոր ռազմական առումով տերության ղեկավարի հետ նկատի ունեմ Ռուսաստան նախագահի դրին բանակցությունների մեջ են, ինչպես ասում են, աշխարհի ազդեցության ոլորտների բաժանելը։ Եվ եթե երկուսով բաժանում են, աշխարհում խաղաղություն է տիրում, այսինքն երկու ուժեղ պետություն, բայց այդ երկու ուժեղ պետություններից Միացյալ Նահանգները համար մեկն են դառնում, ինչու՞, որտեղ Ռուսաստանի տնտեսությունը մրցակցային առումով չափելի չի ԱՄՆ-ի տնտեսության հետ։ Եվ այստեղ ԱՄՆ-ը որպես պետություն դառնում է աշխարհի միակ գերզոր տերությունը։ Եվ հետաբար այս պատերազմը, եւ ես չեմ բացառում, որ պատերազմի աշխարհագրությունը կարող է տարածվել, խնդիրը նավթ արդյունահանող հիմնականում նավ եւ չեմ բացառում նաեւ գազ, որտեղ Կատարը նաեւ գազի արդյունահանմամբ աշխարհում առաջակարգ տեր է զբաղեցնում, Չինաստան մուտք գործող էներգակիրների ճանապարհները, հա, ռազմական գործողությունների թաթերով են դարձնել, արդյունահանող երկրների նավթ արդյունահանման բոլոր կայանքները, մասնագետներին, տեղափոխող տրանսպորտային միջոցները, այդ թվում նաև նավերը, տանկերները ոչնչացնելն է։ Եվ այստեղ վստահաբար Չինաստանը խնդիր ունի։ Եվ պատահական չէ, գործողությունները որ սկսեց, տարբեր լրջագույն աղբյուրներ արտին արձանագրում Չինաստանից ամեն օր տասնյակ ռազմական բեռնատար ինքնաթիռներ են տեղափոխում որոշակի զենք, ամենայն հավանականությամբ միջոցներ դեպի Իրան, որտեղ Իսրայելի հատուկ ծառայությունը առաջին հերթին երկու հիմնական թիրախնդրեցին, դա ռազմական եւ գիտական ղեկավարություն ֆիզիկապես ոչնչացնելը, որտեղ իրենք բավական հաջողություններ ունեն, եւ երկրորդը գործնականում փաստացի Իրանի այն խոչընդոտները, որ կարող էր օրինակ առաջացնել իսրայելական օդուժի հարձակման ժամանակ հիմնականում հակաօդային պաշտպանության միջոցները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, հակահրթիռային միջոցները, դրանց ոչնչացնել, հա։ Այստեղ որոշակի հաջողություն ունեն, բայց խնդիրն է, որ բալիստիկ հրթիռները եւ հիպերձայնային հարագության հրթիռները Իրանում գտնվում են բավականին խորքում
ժայռապատ լեռներում, որտեղ մոտ ասում են 80-ից 100 մետր։ Ընդդեմ տարբեր գնահատականներ կան, նույնիսկ ասում են ավելի խորը։ Այն հրթիռները եւ այն ռումբերը, որոնք օգտագործում են կոնկրետ Իրանի դեմ, նույնիսկ 1 կամ 2 տոննա տարողությամբ պայթուցիկ նյութ կրող, առավելագույնը 30-40 մետր խորությամբ ձագար են բացում։ Այսինքն այդ պահոցներին չեն կարողանում հարվածել։ Եվ այս առումով Իրանը հրապարակավ 3 արգոսնախարար հայտարարեց, որ իրենք միջուկային զենքի ստեղծման ծրագրերից իրենք միշտ ասել են կարող են հետ կանգնել միջազգային երաշխիքների դեպքում, բայց ոչ խաղաղ ատոմից, այսինքն ատոմակայաններ կառուցելու իրավունք որից մեկ այդ երկրի չի կարող արգելել։ Առավել ցանկացած պահին անհրաժեշտության դեպքում միջուկային զենք ունենալ։ Դա այո, գիտեք ինչի համար, որտեվ եթե դու ունես ուրան կամ դրսից ուրանը բերում ես, ինքը պիտի հարստացվի, հարստացնում ցենտրիֆուգներով։ Հիմա Իրանը այդ ցենտրիֆուգներ ունի։ Հիմա 5-7% հարստացնելը, որը խաղաղ ատոմ, այսինքն ատոմականի ուրանը 90-95% այդ նույն ցենտրիֆուգները կարող են հարստացնել, այո։ Առանց որ կրիչներ ունեն, Իրանը հեռար հրթիռներ բալիստիկ հիպերձայնային հարաբերությամբ ունի։ Իսկ Հայաստանի մասով պարոն Նահապետյան, այս իրավիճակը ինչ ռիսկեր է ստեղծում, արդյոք Ադրբեջանը այս իրավիճակում չի փորձի օգտվել եւ բացել ուժային ճանապարհով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Գիտեք, այդ վտանգը միշտ եղել է եւ Ադրբեջանը պատական չէր 44 օրից հետո իր կորուստները շատ արագ մեծ ինտենսիվությամբ սկսեց վերականգնել եւ կորցրած ռազմական տեխնիկան եւ մարդկային պոտենցիալը եւ այդ բոլորը սկսեց որպես մեկ միավոր աշխատող զորավարժաններում անընդհատ թրծվել, փորձել թերացումները արձանագրել, վերացնել եւ այլն։ Այն որ Նախիջևանում բականին զորք է կուտակված այդ թուրքական բանակի կարծում որից մեկի համար գաղտնիք չէ։ Այստեղ խնդիրը հետեւյալն է։ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն որոշելու այստեղ այդ Միջանցք ուժով վերցնել։ Մեծ հաշվով այդ Միջանցքում է պետք, եթե փորձենք ավելի մասնագիտական գնահատական տալ, դա մեծ Թուրանն է պետք։ Իսկ մեծ Թուրանը դա առաջնորդին Ադրբեջանը Թուրքիայի պրոյեկտը չէ, դա Բրիտանիայի պրոյեկտն է։ Այսինքն ինքը բրիտանա-թուրքական պրոյեկտ է Թուրանը, հա։ Թուրանը ցամաքային սահման Թուրքիայից մինչև Չինաստանի Սինձին Ուйգուրան ինքնավար մարզ, որ Ղազախստանի հետ սահմանակից է, այսինքն կենտրոնական Ասիայի երկրների դուրս գալու ցամաքային սահմանը սեպի նման խրված է Հայաստան, կոնկրետ Սյունիքը։ Բնականաբար իրենք փորձելու են ինչ-որ առիթի դեպքում, եթե Բրիտանիան որոշում կայացած, որ այստեղ գործողություն լինի, իսկ այդ գործողությունը ուղղակիորեն առաջին հերթին ուղղված լինելու Ռուսաստանի դեմ եւ Իրանի դեմ։ Իդեպ իրանական գործունը, որ մեր տարածաշրջանում թուլանում է, ուժեղանում է թուրքական գործունը, կամ ավելի շուտ բրիտանական գործունը։ Հիշենք Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այս հարցում գլխավոր խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։ Այո, որտեվ սկզբունքորեն ինչու է Իրանը, որտեվ Իրանը հրաշալի գիտի, իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ցամաքային ինքը սահման ունի, ուղղակի երկու պետությունների տարածքում անցնում Հայաստանի, Վրաստանի, բայց այնուամենայնիվ ցամաքային ուղղակի կապ կարող է լինել։ Հաշվի առնելով, օրինակ Վրաստանի ղեկավարությունը իրենք պատրաստական են ոսի Ռուսաստանից Հայաստան ցամաքային միջանցք տալ, հա, որի մասին առանձնապես չեմ բարձրացնում, բայց ես իմ գնահատականներով արձանագրում եմ, իրենք պատրաստ են։ Այդ Հայաստանի օրվա իշխանությունները այդ միջանցքի շարունակություն որպես միջանցք, որտեղ չի ստուգվելու բեռները, այսինքն իրականում ինքը ճանապարհը, որտեղ Ռուսաստանը Իրանին շատ արագ ցամաքային ճանապարհով ռազմական բեռներ կարող է տեղափոխել անհրաժեշտ պատերազմի ժամանակ։ Եվ հաշվառնելով իրողությունը, ինչ ձևով միջանցքը կարող են վերցնել, ընդ որում ոչ ռազմական հիմնավորումներով։ Պատկերացրեք հիմա որքան ես իրազեկ եմ, փակվել է Նախիջևանից դեպի Ադրբեջան Իրանի տարածքով անցնող ճանապարհը, հաշվի առնելով այս վերջին իրադարձությունները։ Հիմա ամսի 29-ին հունիսի Փաշինյանը հանդիպելու է Էրդողանի հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը չէր բացառել այս այցը։ Չէ, հիմա արդեն հաստատել են, որ հանդիպումը լինելու է։ Ես այստեղ մի լուրջ մտահոգություն եմ տեսնում, ընդ որում Թուրքիայի նախագահը կարող է փոխանցել Ալիևի խնդրանքը, այսպես ձևակերպենք, ոչ թե պահանջը, որ Նախիջևանի ժողովուրդը քանի որ շրջափակված է, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են, մայր Ադրբեջանի հետ կապի միջոց փաստացի ցամաքային չունեն։ Եվ սիրով հորդորում են Փաշինյանին, որպեսզի ինքը հումանիտար կամ մարդասիրական միջանց տրամադրի Հայաստանով։
այսինքն Զանգեզուրի Միջանցքի բացման հետ կապված, սա լավագույն ձևն է, հասկանալ է, որ Միջանցքին չի համար իրենք օգտագործելու, բայց նաև այստեղ ուրիշ վտանգ կա, փախստականներ։ Օրինակ այդ նույն Ատրպատականում, որտեղ հիմնականում ազերն Արմենիան, Ադրբեջանը, Արևելյան երկու, միավոր է երկու մարզ է, ասենք այս ռազմական գործողությունների առաջացման եւ աղետներից խուսափելու համար միլիոնավոր մարդիկ ուղղակի կարող են տեղափոխվել Նախիջևան, հետո Նախիջևանից դեպի Ադրբեջան, այլ Հայաստանով դրանց։ Ըստ միայն Նախիջևանում այս պայն Ադրբեջանի քաղաքացիների խնդիրը չի։ Սա նաև Իրանի եւ Նախիջևանի սահմանում, Իրանի տարածքում գտնվող ազերիների մասն է խոսքը։ Եվ այդ միջանցքում էլ որևէ տիպի հսկողություն չպետք է լինի։ Միջանցքը ինքը հսկողություն չի արտատարածքային։ Այո, այնտեղ ոչ քո սահմանապահ զորքերը, ոչ մաքսային ծառայություն։ Իսկ միլիոնավոր մարդիկ ուղղակի սիրով անցնում են Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Դե վրաններ, օգնություններ եւ այն կարևորը, ինչպես ասում են, ոտատեղն է։ Մի կես միլիոն մարդ Հայաստանի տարածք է մտնում։ Եղած չեղածով ստեղ 2.5 միլիոն բանը քաղաքացի Հայաստանում, մի կես միլիոն, մի միլիոն է եկավ, արդեն պատկերացնում ենք ժողովրդագրական ինչ վիճակա փոխվելու։ Այսինքն Անկարայում հենց այս հարցն որոշելու Փաշինյանը կարծում եմ Էրդողանը ինքը շատ տրամաբանական առանձնապես բարդ պետք չի հաշվելու համար, Դու իրենք հիմնավորելու են, որ արդեն փախստականների հոսք կա, երեք օրինակ նայեցինք Թեհրանից որքան հոսք կա։ Նույն այդ հոսքը այդտեղից է լինել, ընդորում այդ հոսքը նաև արհեստական կերպով կարող են գեներացնել եւ այդ մարդիկ օրինակ ուզում են խաղաղ տեղ կալեն։ Խաղաղ տեղը հարակից տարածքը Ադրբեջանն է, մի մասը Նախիջևան, մի մասը ասենք Արաքսի ափի այն մասը, որ Ադրբեջանի մեր նախկին ազատագրված տարածքներ։ Հիմա Նախիջևան իրենք կարող են մտնել, դե Նախիջևանից էլ Ադրբեջան ոնց են գնալու։ Ցամաքային սահման չկա, Հայաստանով դե գնան։ Էրդողանն էլ սիրով փոխանցի Ալևի հորդորը, որ ժամանակավորապես իրենք մշտական չեն վերցնելու, ժամանակապես միջանց տրամադրեն, ասենք մի քանի միլիոն ազգությամբ ազերիներ տեղափոխվեն Ադրբեջան։ Դեսել այս տարածքի օկուպացիան նաև տարբեր ձևերով լինում, ես կարծում եմ, որ այդ հարցը անպայման քննարկվելու է, թե հետո Փաշինյանը կգա այստեղ դրա մասին խոսի, չի խոսի, թե ինչ կանի։ Իդեպ ասեմ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Փաշինյանը գրավոր համաձայնություն էր, որ Արցախը Ադրբեջանի մաս է, սրա մասին ինքը չեկավ առաջին օրը ասեց իդեպ։ Ինչ որտեղ թաքուն էր, չէ՞, պահում, վստահաբար։ Նույնիսկ Ռուսաստան դաշնության նախագահը ասում ենք մամուլից ենք իմացել այդ պայմանավորությունը, ասում են, որ կարող են մեզ փաստի առաջ կանգնեցնել։ Այսինքն մի կես միլիոն մարդ երբ որ ուղղվի դեպի Նախիջևան, Նախիջևանից դեպի Հայաստան տարածքով Ադրբեջան, այդ կատարած փաստի առաջ հետո ոնց են։ Այդ փաստը ոնց են չեղարկելու կամ այդ իրողությունը ոնց են կանխարգելելու, դժվար եմ ասել, որովհետև այդ մեծ հոսքի դեպքում իսկապես արդեն խնդիր է դա դառնում։ Առավելևս Թուրքիան օրինակ իր համաձայնությունը տվել է, որ Իրանից փախստականներ իր տարածք կան, Իսկ այդ փախստականները Թուրքիան միշտ դյուրին կերպով օգտագործում էր շահերի համար, օրինակ ժամանակին Սիրիայից այդ փախստականները որպես գործիք օգտագործեց Եվրամիությունից միլիարդավոր դոլարներ փող վերցնելու, այդ մարդկանցից ճամբարներում զորք պատրաստելու, այսօր օգտագործում են Սիրիայի տարածքի նվաճումը նաև իդեպ ասեմ այդ փախստականները մեծ մասն էր, 12 բրիգադ էին ստեղծել Թուրքիայի գլխավոր շտաբի անձնակազմը այդ փախստականները, այնպես որ սա եւս մեզ համար լրջագույն մարտահրավեր է։ Իսկ ստեղծած իրավիճակում Հայաստանը ինչ պետք է անի, այս ամենը չեզոքացնելու, եթե օրինակ մենք adekvat իշխանություն ունենայինք։ Դուք ճիշտ գնահատեցիք, որտեղ Հայաստանի իշխանություններից գնահատում իրենք կամակատարն են։ Ադրբեջանի, Թուրքիայի կամքը կատարող միավորը։ Ուղղակի ամեն ինչ ցցուն կերպով եւ միանգամից չեն զիջում, որ ներքաղաքական լուրջ ցնցում չառաջանա։ Ընտրությունների նախաշեմին։ Ну նաեւ որոշակի, այսինքն քայլ առ քայլ են անում, Այն հայտնի գործի ցածր ջերմությամբ ջրի մեջ պահելու։ Հետո միանգամից ջրի ջերմաստիճանը բարձր գործ ուղակի մեջից դուրս է թռնում։ Իսկ ասենց աստիճանաբար խաշում ես ինքը գլխից չի գնում, խաշման մեջ է։ Հիմա նույն այդ առումով մեր մոտ է կատարվում։ Իրենք աստիճանաբար են անելու։ Հիմա ինչ պետք է անի, եթե այստեղ նորմալ իշխանություն լինի։ Իդեպ սրա մասին ոչ ավել, ոչ պակաս մեկ անգամ եւս մեր երկիր եկած պաշտոնական այցով Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ասաց, Սերգեյ Լավրովը։
4 օրակարգային հարց։ Ընդ որում այդ օրակարգը իշխանությանը չէր վերաբերում, որտեղ իշխանության գնահատականը իր կողմից կատարած քայլերը հետևյալն էր. Արցախ հանձնել իշխանությունները հոկտեմբերի 6-ի հայտնի ստորագրած փաստաթուղթը Հայաստանից տարածքները օտարվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Այսինքն ինքը մեր ժողովրդին, մեր քաղաքական ընդդիմությանը ասում էր, որ մենք Փաշինյանին նայում ենք այսպես։ Դուք նայեք, որ ժպտում ենք, բարևում ենք, հետո մատվենք ու նկատենք երկրորդական։ Եվ 4 օրակարգային հարց տրեց։ Առաջին, Ադրբեջանի հետ հարաբերությունները 4 եռակողմ հայտարարություններով եւ ձեռք բերված դան գրավոր էին, որտեղ Ռուսաստանի նախագահի ստորագրությունը կա եւ ձեռք բերված բանավոր պայմանությամբ, որը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահի 7 պայմանները, բացի այն հիմնական այսպես կոչված խաղաղության պայմանագիր հետո համաձայնագիր դարձան, էական տարբեր փաստաթղթեր են, էլի համաձայնագրում պարտավորված կողմը կարող է հետ կանգնել ոչ մի իրավական միջազգային իրավունքով հետևանքներ չունենա։ Ազգային ժողովը պետք է հաստատի, այս դեպքում չկա նման պահանջ։ Այո, համաձայնագիրը ոնց որ երկու հոգի նստեն պայմանավորվեն, հիմա ցանկացած պահին պայմանավորություն կարող է չեղարկել, այո։ Դեռ ոչ ազգային ժողով, ոչ համալական դատարան եւ այլն։ Հիմա ուրեմն առաջինը ասեց այդ 4 եռակող, որ նշանակում Ալիևի 7 պահանջները, որը սկզբունքորեն մեր պետության վերջն է, հա, եւ մենք այստեղ ֆիզիկապես կլինենք, թե չէ, Լավրովը մեզ հուշեց ընդդիմությանը, որ եթե դուք վերադառնում եք այդտեղ, այդ 7 պայմանները առ ոչինչ է, որտեղ այդ 7 պայմաններից որևիցե մեկը չկա 4 եռակողում։ Ես նշեմ այդ պայմանները, ուրեմն պայման առաջին 300,000-ի վերադարձ։ Պայման երկրորդ ռազմական տուգան կոնտրիբուցիա, երրորդ փոխհատուցում ռեպարացիա, չորրորդ Միջանցք, հինգերորդ Արցախում ինքնապաշտպանական մարտերի կազմակերպած եւ մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդում։ Արտահանձնում Ադրբեջանին։ Հա, դե քրեական հետապնդում դե արտահանձնես։ 6-րդ սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրի նախաբանության եւ 7-րդ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Այս բոլորը 4 եռակողմ չկա։ Եթե Փաշինյանը Հայաստանի շարն է սպասարկում, իր համար երկնային մանանա է, նվեր է ստացել։ Կանգնում ասում է, դե ինչ խոսել են, ես ին վրա վերցրած պարտավորությունները անում եմ միայն 4 եռակողմ, որ Ալիևի 7 պահանջը առ ոչինչ է, իսկ ինչու չի անում։ Հոտ ինքը չի կարողանալ, որտեղ ինքը պարտավորված է անել եւ սպասարկել Ադրբեջանի Թուրքիայի շահերը։ Սերգեյ Լավրովը առաջին բանը որ ասեց, փաստորեն սա էր։ Երկրորդ, որ արևմուտքը այս տարածաշրջանում որևիցե գործառույթ չունենա։ 3 գումարած 3 հստակ էր ասում, չէ՞։ Երրորդ պայման Հայաստանի ներկան։ Այն պայմանագրերի շրջանակում, որը Հայաստանը նախորդ իշխանություններով ստորագրել է, դա անկախ պետությունների համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միություն եւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։ Դա ներկան, իսկ ապագան BRICS շատ հստակ է։ Այս մեսիջը Սերգեյ Լավրովը իրականում ուղղված էր մեր քաղաքական ընդդիմությանը եւ սկզբունքորեն նաեւ դրա մեջ կար ենթատեքստ, որ իրենց առանձնապես անհատները, լիդերները չեն հետաքրքրում, իրենց օրակարգն է հետաքրքրում։ Այսինքն ընդդիմադիրային ուժերը ովքեր կաջակցեն այս օրակարգին, Ռուսաստանի աջակցությունը։ Ասենք իրենք ասում են, որ այս օրակարգը իրենց համար խիստ ընդունելի է եւ շատ բնական է, որ եթե այստեղ կոնսոլիդացիա լինի, ասենք քաղաքական ուժերի, ընդդիմության անհատների, փորձագետների եւ ամենակարևոր ժողովրդի մեջ համապատասխան քարոզություն, որ իրականացնեն, ժողովրդի ճնշող մեծամասնություն տիկող լինի, հա։ Այդ ժամանակ իհարկե Ռուսաստանը արդեն ռեալ այստեղ դաշնակից ունի իդեմս ընդդիմության եւ ժողովրդի մեծ զանգվածի։ Ասեց գնաց, բայց ձայն բարբարով անապատի, հիմա մենք նայում ենք այդ ասացից հետաքրքիր, բացի անհատների մասին ես չեմ ասում, փորձագիտական եւ այլն։ Կարծիքներ կան, որ հենց երկրորդ նախագահի շուրջ պետք է այդ համախմբումը կայանա։ Լավրովը ասեց համախմբումը անձերի շուրջ չի գնալու։ Հա, հիմա կարող է, բայց ես ամեն դեպքում կարող է ինքը չլինի իր թիմից մեկը կամ ընդդիմադիր մեկը։ Էական չի, ես նորից եմ ասում, Ռուսաստանի համար այս բանը էական չի անձը։ Իրենց համար կարևորը օրակարգն է։ Ընդ որում օրակարգ առաջնորդին մեր շահերից է բխում։ Բայց այդ օրակարգի շուրջ դուք կոնսենսուս տեսնում եք, չկա քաղաքական դաշտում։ Ուրեմն ընդունում ենք, որ այսինքն եթե ամփոփենք նվազագույն կորուստներով այս իրավիճակից դուրս գալու ելքը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումն է, այս դեպքում Սյունիքի մասով։ Ավելին ասեմ, այդ միայն 9-րդ կետը չի, իհարկե Սյունիքի մասով 9-րդ, որտեղ Միջանցք ընդհանրապես գոյություն չունի։ Չէ՞։ Այո։ Ընդհանրապես 4 եռակողմ, որտեղ այն մյուս եռակողմներում շատ կարևոր կետեր կան, մեր համար շահեկան, Ադրբեջանի համար ոչ շահեկան, հա։ Ցավոք սրտի չկա այդ կոնսենսուսը, մենք արձանագրենք։ Հետաբար եթե այդ օրակարգը չկա, ուրեմն կա բրիտանացիների օրակարգը,
որը մեր տարածաշրջանում, մասնապես Հայաստանում, դրսևորվում է Ադրբեջանի Թուրքիայի շահերի սպասարկմամբ, որի կամակատար այդ երկու պետությունների իշխանություն կառավարությունը Փաշինյանն է։ Ուրեմն եթե դու այն օրակարգում չես, երրորդը չկա, ուրեմն այս օրակարգում ես։ Կամ տունը, ինչպես ասում են, նստած հեռուստացույց ես նայում, բայց դրանով դու քաղաքական գործընթացները չես ազդում։ Հետաբար կամ այն օրակարգն է, կամ սա։ Եթե այդ օրակարգում իմ նշած Լավրովի 4 կետերի օրակարգում դու չկաս, դու ուզես, չուզես, սիրես, չսիրես, դու Փաշինյան Նիկոլի, այսինքն հիմա մի փոքր որ վեր ենք դարձնում Ադրբեջան-Թուրքիա, մի քիչ որ վեր բարձրանանք, մի հարցում վերև դա Բրիտանիա։ Ընդդիմությունը պետք է որոշում կայացնի։ Իհարկե, որքան շուտ այդքան լավ, որովհետև մենք այստեղ ժամանակ մեր դեմ աշխատում։ Պարոն Նահապետյան, ուզում եմ անդրադառնանք նաև պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատվելու սկանդալային նախագծին։ Գիտենք, ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 24 միլիոն դրամ վճարել եւ բանակում 1 ամիս ծառայել կամ 18 միլիոն դրամ վճարել եւ 4 ամիս ծառայել։ Ինչպես եք վերաբերվում այս նախաձեռնությանը եւ ինչ հետևանքների մենք կբախվենք, եթե այն ընդունվի։ Ես առաջին իսկ պայից դեմ եմ խոսել եւ ընդ որում ես կարծում եմ գնահատական շուտ ավելի իրատեսական է, քան այնքանով որքանով որ ասում են սոցիալական անարդարություն եւ այլն։ Դա որպես հետևանք է։ Բուն նպատակը բանակը լուծարելն է։ Բանակ մենք դի չունենանք։ Հիմա բանակը եթե նայում ենք, ինչ է, անձնակազմ, զինտեխնիկա, ընդ որում այդ անձնակազմ մոտիվացված դիլնի եւ այդ զինտեխնիկային տիրապետի եւ ստորաբաժանումների ներդաշնակված գործողություն հրամկազմով, չէ՞։ Բանակը դա։ Հիմա պատկերացնենք այսպես, եթե մինչև 16 տարին լրացածը 15 միլիոն վճարում է քաղաքացիությունից հրաժարվում է, եթե մի ամիս ծառայողը 24 միլիոն, 4 ամիսը 18 միլիոն։ Սա ինչ է նշանակում, որ ունևոր խավը զավակներին չի ուղարկելու ծառայության։ Ունևոր խավը չեղածը վաճառելով կգտնի այդ գումարը։ Ճիշտ է, պարտքա վերցնելու, տունա ծախելու, հետո գաղթականի ցուպը բռնելու է, գնալու այլ երկրներ, որտեղ այդ պարտքերը Իվանը պիտի փակի։ Բայց ամենակարևորը, որ պատերազմող երկրում նման, ասենք, իրավական ակտ, երբ որ մտցնում են, ինքնին հասկանալի է, չէ, որ սոցիալական այս լարումները ավելանալու է եւ արտագաղթն է ավելանալու։ Ասենք, այդ կարգի անձանց սովորաբար այն էլ ոչ ավել ոչ պակաս օրենսդիր մարմին է։ Ես կարծում նորմալ երկրներն, որը պատերազմի մեջ են, իսկ մենք պատերազմի մեջ գտնող երկրենք, ուղղակի պատի տակ են, ռազմական դրության պայմաններում պատի տակ որոշում է, ռազմադաշտային դատան որոշումները գնդակարում են։ Եվ բոլորնանք ովքեր որ սատարում են դրան, որովհետև դա բանակի լուծարմանն է գնում։ Հիմա եթե այդպես է, ուրեմն ժամկետային զինծառայող շատ քիչ կզորակոչվի։ Հիմա երկրորդ, մեր բանակը երկուսյան վրա է, առաջինը ժամկետային զինծառայողն է, երկրորդ պայմանագրային։ Պայմանագրայինների փաթեթը, սոցիալական փաթեթը եւ դրամական բավարարումը, որը հիմա ըստ վերջերս Փաշինյան դարձեց աշխատավարձ, որը սխալ էր իհարկե։ Այդ բոլորը չափելի չի նույն կոչում, նույն հաստիքի վրա, օրինակ իրապահ համակարգի զինծառայողի հետ։ Չափելի չի, այսինքն իրապահ համակարգի ծառայողը շատ ավելին է ստանում, քան պայմանագրային շարքային է ենթադրենք։ Եվ բնականաբար պայմանագրային ծառայողների մոտիվացիան, որի մեջ նաև նյութականն է, ակնհայտ մտած, շատ ցածր է լինելու, այսինքն պայմանագրային ծառայողների թվականակը եւս կրճատվելու է։ Շատերը կնախընտրեն ուժայիններում աշխատանքի։ Այո, եւ արդյունքը գիտեք ինչ է լինելու, որ մի 2 տարի հետո ենթադրենք Հայաստանը զինված ուժերը մի 5000 մարդ է լինելու։ Փաշինյանն էլ ենթադրենք, եթե 16-ին վերարտադրել, 26-ին վերարտադրվում, մենք ասել է ժողովուրդ ասում է, «Էս էլ դուք եք չէ ընտրել, ծառայել թե չծառայել»։ Ավասիկ 5000-անոց բանակը չի կարող դիմագրավել եւ կատարել մարտական խնդիր, ենթադրենք Ադրբեջանի 100,000-անոց բանակի։ Եթե քան որ չի կարող, ուրեմն մենք դի զիջենք Ադրբեջանին երկու տարբերակ կամ կռվով, արյունով, զոհերով կամ խաղաղ։ Հիմա քանի որ մեր բանակը թվականակ չունի, մենք խաղաղ ձևով զիջում ենք։ Այսինքն սա բանակի լուծարման ուղղված կոնկրետ քայլ է։ Ժողովրդի ձեռքով։ Իհարկե, ինքը ստեղ մեղավորը ժողովրդին հանելու։ Եվ երկրորդ այն ռազմական տեխնիկան, որ պիտի Հնդկաստանից եւ Ֆրանսիայից բերեն ուր է, այդ օթում ոնց որ այդ ինքնաթիռները կամ ճանապարհներին կորել են։ Պիտի մանգալ գտնել։ Իհարկե բլեֆ է, թղթերի վրա արեցին, Ֆրանսիան 2 տարի հետաձգեց, Հնդկաստանից Աստված գիտի եկել են։ Բայց տեխնիկա գալը հələ մի բան է, այդ տեխնիկայի զինամթերքը, այդ հրետանի որ գալիս է, դրա արկերը
ճանապարհ չունենք, ոնց է գալու, ինձ հետո տիկնաթիռներով են բերելու։ Իրանում էլ տեսնում ենք ինչ վիճակ է։ Հիմա այս դեպքում որ ասենք մի քիչ խիստ ասենք դուք գլխով եք մտածում թե մարմնի ուրիշ մասով, բնականաբար իրենք գլխով են մտածում, բայց առերուտ իրանց արած գործերը ոնց որ հետույքով մտածած լինեն։ Այսինքն քո այդ հրետանին որ գա կամ հրթիռային կանք առանց զինամթերքի կամ 1-2 օրվա զինամթերքով, հետո ինչ ես անելու։ Ինչ Ադրբեջանն ասելու սպասի ես մի 10 օր տեսնեմ որտեղից են զինամթերք ճանում, հետո որ կռվի շարունակեմ, իհարկե ոչ։ Այսինքն ասեմ բանակի լուծարման երկրորդ ճանապարհն եմ, հա, անձնակազմը չկա, նույնիսկ եթե զինտեխնիկա կա, զինամթերք չկա ու վերջ։ Փաշինյանն ասում է հանձնվում ենք։ Տեսնում ենք, որ այս նախագիծը նաև ՔՊԻ ներսում է որոշակի դիմադրության արժանացել, շատերը դեմ են արտահայտվում դրա ընդունմանը, ըստ ձեզ իսկապես վերջիններս դեմ են, թե ինչ որ պարզապես իմիտացիա են փորձում ստեղծել, այսպես լավ ու վատ ՔՊԱ-ականների կերպար եւ այլն։ Չգիտեք, ուրեմն նախ այս իրավական ակտը հավանության է արժանացել կառավարությունը, ճիշտ է։ Այո, պաշտպանության նախարարն էլ կողմ է արտահայտվել։ Հիմա կանք հանձնաժողով։ Հանձնաժողովում կան անդամներ նաև ընդդիմությունից։ Մարդիկ հրաշալի հասկանում են, ինչ որ ես ասում եմ, սկզբունքորեն բարդ չի։ Ասենք ճիշտ է, ընդդիմադիր падգամավորները, որոնք այդ հանձնաժողովի մեջ են, իրենք սոցիալականն են դնում, անարդարություն, ճիշտ է։ Բայց եթե ավելի հեռահար նպատակ ասես, դա բանակի լուծարում է, անձնակազմ չի լինելու բանակով։ Հիմա դրա մասին ասենք, ես կարծում եմ Անդրանիկ Քոչյանը դա անվտանգության դե հիմա ինքն էլ է հասկանում, չէ՞։ Պաշտպանության փոխնախարար եղել վերջին հաշվով։ Այդ մարդը հասկանում է, որ սրանով բանակ է լուծարվում։ Եվ հետո եթե որից մեկը մտածում է, որ ինչպես ասում են իշխանափոխությունից հետո կփախնենք ինչ որ երկրներում, ինչ որ անցկերում կապրենք, նորմալ պետություն եղա, բոլորին բերելու են, բոլորը անխտիր, դատվելու են, ամեն մեկ իր արածի, բեսպրիձել չի լինելու, հասկացություններով դատ ու դատաստան չի լինելու, ինքնադատաստան օրենքով։ Քո ընդունած օրենքը, օրինակ, այդ հանձնաժողով դրական եզրակացություն, Անդրանիկ Քոչարյան, այդ տվել ես դրական, հիմա դու մասնագետ ես, հեքիաթները չես կարող պատմել, հա։ Հիմա տեսնենք քեզ դրական տվել։ Կարող է ձեռքեդ ասենք $1 միլիոն կաշառք ես ստացել։ Բացասական է տվել եզրակացությունը։ Ես հասկանում եմ, այդ դրա համար դուք ինձ հարցնում եք, թե ինչու են դեմ։ Դրանց մի մասը սա ուղղակի գիտեք այնքան ակնհայտ է։ Նրանք ովքեր որ ձեռքեր են տաքացնելու հասկանալի է, падգամավորները կամ իրավական ակտերի նախաձեռնողները փոփոխությունների, բայց նրանք ովքեր որ քիչ թե շատ որոշակի փորձառություն ունեն, հասկանում են, որ սա բանակի լուծարում է։ Ну դրա համար այդ առումով դեմ են։ Ոչ թե իրանց ինչ որ խիղճը եւ այլն, ուղղակի հասկացել են, որ սա իրանց գլխին կարող է, եթե ոչ այսօր, վաղը Դամոկյան սրինման կախված մի հատ բան լինի։ Եվ պարոն Նահապետյան, նաև հակիրճ անդրադառնանք իշխանությունների կողմից եկեղեցու եւ անձամբ վեհափարի դեմ սկսված այս ամոթալի արշավին, վերջին օրերին կարծես թե նվազել է, բայց միտումը այնուամենայնիվ կա։ Ձեր համոզմամբ ինչ նպատակով է սա արվում եւ ինչպես պետք է սրան արձագանքեն մեր հասարակությունը, քաղաքական ուժերը։ Ուրեմն արձանագրենք հետեւյալը, որ սա ինչու ոչ թե ինչու արվեց եւ ինչու արվում նման բան, այլ ինչու հիմա։ Որտեվ 18-ին էլ չէ փորձ արվեց վեհափար հայրապետին հեռացնել։ Տխրահռչակ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը։ Որից հետո եւս երկու, այսպես ոչ տենց հանրային մեծ արձագանք ունեցած, բայց ես ուղղակի մեջից գիտեմ, եւս փորձ արվեց, նա էլ ցախողվեց։ Հիմա ինչու հիմա։ Այդ հիման ուղղակիորեն կապված է եկեղեցիների համաշխարհային խորհրդի տարբեր եկեղեցիներ, այդ թվում ավետարանչական, բողոքական, ուղղափառ, կաթոլիկ, մեր եկեղեցիների ու եկեղեցիների ղեկավարների կողմից Շվեյցարիայի Բեռն քաղաքում այդ հավաքի հետ ուղղակիորեն կապված է, որտեղ վեհափառ հայրապետի խոսքը եւ որից հետո ընդունված բանաձև, այդտեղ բանաձևը ընդունվել։ Շատ խիստ ընդ որում մարդկանցության դեմ հանցագործություն, ցեղասպանության փորձ եւ այլն, եւ Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության կանչել։ Այդ չեմ ասում, որ Արցախից դուրս եկած մեր հայրենակիցների վերադարձի իրավունք, ռազմական գերիների նկատմամբ դատավարության հետ կապված իրավունքներ։ Միայն եկեղեցին է այս հարցերը բարձրաձայնում։ Հիմա սա օրը ցերեկով անապ երկրում իշխանությունների գլխին ամպրոպու կայծակ էր։ Իրենք նույնիսկ այստեղ իր կուսակիցներին, падգամավորներին, կառավարության անդամներին անգամ արգել Արցախ բառը օգտագործել, Արցախի դրոշ, հա, խորհրդանիշի վրա։ Ներողություն խնդրում ասելուց։ Պատկերացրեք այս կարգի քննարկում եւ ընդ որում ձևակերպման մեջ գրվում էր Արցախ գից Լեռնային Ղարաբաղ։ Սա նշանակում է, որ ես գոնե ասել եմ, ենթադրում եմ այդպես, Հայաստանում Թուրքիայի կողմից կա ազգությամբ
ինքն են ասում անուն ազգանով, հիմա մի հայ Սամսոն Օզարարատ։ Ինքը կուրացիանում Հայաստանում այս աշխատանքն է կապավորն է այդ թվում նաև դրամական մեծ հոսքերի փոխանցում Հայաստան եւ այլն, հիմա դրա այդ փագակցերը չբացենք, հաշվառենք, որ իր ավակ որդին իրենք սկզբի Շվեյցարիայի հետո Ֆրանսիայի քաղաքացին են, Ֆրանսիայում ամենամեծ բուկմեկերական ուրեմն ձեռնարկության սեփականատերը Օզարատի ավակ որդին, որը խիստ ջերմ հարաբերությունների մեջ է Հայաստանի նույն բիզնեսով զբաղվող մարդկանց հետ։ Այսինքն ձեզ փողերի անվերահսկելի փոխանցում, լվացում եւ այլն։ Հիմա Սամսոն Օզարատը պարբերաբար 90-ականների սկզբից է այստեղ եկել, իդեպ ասեմ ձեզ, այնպես չի որ այս մարդը նոր է հայտնվել, ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը եղբայր Թելման Տեր-Պետրոսյանի հետ էր աշխատում, կոնկրետ Թուրքիայից կցված էր, հա։ Աշխատում էր Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական արևմուտքի տարածաշրջանում քաղաքականությունը իրականացնող պատասխանատու անձի հետ Ժիրայր Լիպարիցյանի, հա։ Հետո իրավիճակ փոխվեց, այդ մարդը, ինչպես ասում են, ժամանակավորապես տեսադաշտից կորավ եւ 18 թվականից հետո եւս հայտնվել է, ընդ որում իր հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ չի։ Զուգ ընկերներից մեկը է Փաշինյանի, իր զուգընկեր Աննա Հակոբյանի հետ է հանդիպում, հա, տարբեր տեղեր։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ ամենայն հավանականությամբ նույն Սամսոն Օզարատը, ասենք, այդ տիկնոջը խիստ խոսքերով փոխանցել է Էրդողանի դժգոհությունը, որտեվ սրանք ամենայն հավանականությամբ ինչ որ բաներ են խոստացել, որ այս թեման, Արցախի թեման փակված է, հա, մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս, այդ քիչ է։ Ուրեմն Միացյալ Նահանգներում եկեղեցիների մի կառույց կա միավորող, սա կոչ էր արել այս կառույցը, այսինքն բողոքական եկեղեցի, խարիզմատ եկեղեցիների հիմք էին ընդունել այդ կոչի մեջ Արցախի հետ կապված այն բանաձևը, որ ընդունվել էր Բեռնում այդ համաժողովի ժամանակ, ոչ ավել, ոչ պակաս, ամենակարևոր խիստ շեշտադրումը այս կոչի մեջ ներառված էր, պատճենված էր կարելի ասել։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ ցանկացած գերտերություն, որ այս տարածաշրջանում շահեր ունի, այդ Բեռնում համաժողովի, որը կրում էր Արցախի, Լեռնային Ղարաբաղի պատմական, մշակութային, հոգևոր արժեքների պահպանություն խորագիրը, այդ ժողովի ընդունած բանաձևը իրենց համար գործիք էր։ Այդ թվում նաև Միացյալ Նահանգների, դա համար այդ Միացյալ Նահանգների այդ եկեղեցիների համաժողովը եւս կոչով դիմեց։ Իսա նշանակում է, որ այնուամենայնիվ դա լծակ է լրացիչ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների գլխին իրոք լուրջ լծակ մահակ կարելի ասել, հա։ Եվ շատ բնական է, որ այստեղի այսպես կոչված իշխանություն, բայց որոնք կամակատար են, առնվազն Թուրքիայի այնտեղից խիստ հանձնարարական է եղել պայքար եկեղեցու դեմ, այն առումով, որ փոխվի առաջին դեմքը։ Բայց օրինակ հերքում են ասում, Փաշինյանն ասում է շատերը թուրքական հետք են տեսնում այստեղ, բայց սրանով ուզում են շեղել են խնդիրները, որոնք ինքը բացարձակում է եկեղեցու։ Ինքն այդ առաջինին ինքը ինձ է արձագանքել, որովհետև այդ թեման հիմնականում է շրջանառության մեջ դրել։ Այդ շատերը չէ, մենք տեսնում ենք այն ինչ որ կա։ Իրենք են, երբ որ քաղաքպայմանագրի, ասենք, վարչությունը հավաքում է որոշ падգամավորներ, երբ որ մի ժամանակ, ասենք, խոտի վրա են նստած թմրամոլությամբ զբաղվում, հետո հիմա հարստացել են, ասենք, կոկային կարող է օգտագործեն են, տոննայցավել կոկային այդպես է գործում։ Առաջարկում են նաև օրինականացնել։ Այդ երբ որ իրանք այդպես բաներ օգտագործում են, իրանք են հալյուցինացիաների եւ չերևացող բաների մասին խոսում։ Ես խիստ առարկական եմ ասում, որտեղ ամեն ինչ տրամաբանված է, պատճառ հետևանքային կապը երևում է։ Իրենց համար խնդիր է վեհապար հայրապետին փոխելը, որի իրավունքը իրենք չունեն։ Շատ པարզ պատճառով։ Նույն այդ ձեր նշած անձը Փաշինյանը իր Facebook-յան էջում անընդհատ Դավիթ Թագավորի սաղմոսներից է, չէ՞ մեջ բերում։ Ինչպես ասում են, ինքը իրան դուխ է տալիս։ Ինքը մեկ իրեն Հիսուսի տեղն է դնում, թե ինչպես Հիսուսը մտավ տաճար, թե ինչ քայլեր արեց, որտեվ այդ տաճարը իրականում դարձել էր բիզնես կենտրոն ու չենջ։ Մոտապես այսպես, հա, այնտեղ դրամ էին փոխվում, առևտուր էին անում եւ այլն։ Մեկ էլ իրան Դավիթ Թագավորի տեղն է դրել, ինքը իրեն բան անում, հա, այսպես երբ որ գրում է, երևի ինքը ինքնագրգռվում է, այտենց մտովի մտածում է, որ եթե ժամանակին Մոսես մարգարե էր, հետո Պապ Թագավոր, հետո Հիսուս, հիմա էլ ոչ ավել, ոչ պակաս Դավիթ Թագավոր։ Ես նույն Դավիթ Թագավորից շատ տրիվիալ օրինակ բերեմ։ Հա, ինքը երևի թե Աստվածաշունչը դպրոցական տարիներից կարդացել է, իր համար տենց լավ գիրք է կարդալու։ Երբ հрьяաների օծյալ, առաջին օծյալ թագավոր Սավուղը Աստծո խոսքից, կամքից
պատվիրաններից հետ է կանգնում, Տերը երկրորդ անձին է օծյալ կարգում, Դավթին։ Սավուղը դրա մասին բնականաբար իմանում է, այսինքն ինքը հասկանում է, որ իր գահի իրական ժառանգորդը ոչ թե իր զավակներն են, այլ Դավիթը, եւ բնականաբար խնդիր է դնում Դավթին սպանելու։ Դավիթը իր բնույթով ռազմիկ է լինում, հա։ Ու խուսանավում է բոլոր ծուղակներից եւ հետապնդման ժամանակ մի օր Սավուղը քարանձավում քնած է լինում, Դավիթը գիշերը մտնում է, կարող էր սպանել Սավուղին, շորից մի պատար կտուն դուրս է գալիս։ Հետո իր զինյալները հարցնում են, Տեր ասում են, ինչու չսպանեցիք, չէ՞ որ Սավուղը փնտրում է քեզ, որ գտնի ու սպանի։ Ասում են, ես ով եմ օծյալի վրա սուր բարձրացնել։ Օծյալ այսինքն սուրբ հոգու ներկայությամբ, Աստծո ներկայությամբ այդ օծությունը լինում։ Հիմա Փաշինյան Նիկոլը ով է, որ բեկանի Աստծո որոշում է, որտեղ վերապար հայրապետը օծյալ է, ճիշտ է։ Այո։ Ով է Փաշինյան Նիկոլը։ Նույնիսկ եթե իր ամբողջ ապրած կյանքը Տիրոջ խոսքի պատվիրանների մեջ լինի, որը տրամագծորեն հակառակ է, հա, ինքը լրիվ ուրիշ դաշտում, ուրիշ իրականության մեջ է, հա, ապրում։ Նույնիսկ եթե դա էլ չլինի, հես, խոնար, քրիստոնյա, հայնասեր եւ այլն, եկեղեցու հետևորդ։ Նախ ինքը իրավունք չունի նախ այտենց հարց բարձրացնել։ Մեկ եկեղեցու ներքին կանոնակարգ կա, որը աշխարհում ամենահին փաստաթուղթն է 301 թվականին գրված։ Դրանից ավելի հին փաստաթուղթ, որ առ այսօր գործածվում է, չկա։ Հիմա ներքին կանոնակարգը ունի իր ուրեմն անդամների ընտրության կարգը։ Վերապար օծյալա ու դրանով փակվում է։ Եվ ես իմ խոսքի վերջում ասեմ, լինի Փաշինյան Նիկոլը, լինի իրեն օժանդակող ուժային կառույցները, եթե կան։ Ես կարող եմ ենթադրել, որ կան որոշ մարդիկ լծվել են այդ գործի։ Լինեն աղանդավոր տարբեր կառույցներ, այդ թվում ես իմ խոսքում վերջերս կյանքի խոսք ղեկավարին եւ ուղակի դիմեցի, ես իրեն ճանաչում եմ ինքից բավական լավ գիտեի եւ հորդորեցես ամեն ինչից հետ կանգնել, որպես գործիք չօգտագործել։ Իրենք պաշտոնապես հայտարարություն տարածեցին, որ իրենք այս ամեն ինչը մեջ չկան, ընդհանրապես իրենց համար շատ վատ այն ինչ որ կատարում է պետություն, եկեղեցի, որտեղ դա անջատված է, հա, անջատ են, իսկ իրենք էլ չեն ուզում մտնել սրա տակ։ Իհարկե, իհարկե։ Հիմա այս դրա համար ասում եմ, որ բոլոր նրանք, ովքեր Փաշինյան Նիկոլ սկսած վերապար հայրապետի հոգեորականների եկեղեցու դեմ սուր բարձրացեցին, ինչ սուր բարձրացեցին, այդ սրից էլ ընկնելու են։ Այդ ձեզ վստահաբար եմ ասում։ Եթե իրենք տակ են, թող գնան սառը ցնցուղի տակ երկար մտնեն, սառեն մի քիչ, այսինքն սթափանան եւ հասկանան, եթե իրենք արեցին քայլեր, իրենք հիմա ամեն ինչ իրենց իշխանությունը պայմանավորված է նյութով։ Ոստիկանական համակարգ են ստեղծել, որտեղ ոստիկաններին շատ գումար են տալիս։ Այդ մարդիկ ոչ արհեստավարժ են, հա, նույնիսկ չեմ ուզում քննադատեմ, իմ համար մեծ հաշվով որպես պետությունը կարևորագույն արժեք ողբերգությունն է, որ այդ կարգի մարդիկ պաշտոններ են զբաղեցնում։ Այսօր էլ լրագրողին են հարվածել։ Հա, տեսել եմ ես լրագրող այդ Պրոշյան սովխոզի մոտ։ Հիմա իրենք ամեն ինչ չափվում են նյութով։ Ասում են փողը տվեցինք, մեզ է ծառայում։ Իրենք հիմա մտնում են մի հարթություն, սա լրիվ ուրիշ հարթություն է, հոգևոր հարթություն է։ Այստեղ Աստծո դեմ Փաշինյանը փաստորեն քայլ անում, ինքը ուզում է բեկանի Աստծո որոշումը։ Բա դրա հետևանքների մասին երկրում եւ երկնքում ինքը չի մտածում։ Ես կարծում եմ ավելի շուտ ինքը պիտի մտածի դրա մասին, իրանք էйֆորիայի մեջ են, հասկանում եք։ Հիմա իրենք անում են բաներ, որտեղ ամեն ինչ կարելի է, ամենաթողությունն է։ Այդ գիտեք ովքեր են, փոքր երեխաները, երբ ծնողները ոչ թե դասիրակում են հանդիմանությամբ եւ խրատով, իրականում դասիրակության երկու կարևոր էլեմենտ կա։ Աստվածաշնչից, հին ուխտից եկած։ Երեխաներին ոչ թե պիտի սիրես, այլ դասիրակես։ Դասիրակություն են հանդիմանություն եւ խրատ։ Հիմա, երբ որ սա բացակայում է, երեխայի մոտ ամենաթողությունն է, ինչ ուզում եմ, անում եմ։ Հիմա սրանք այդ փոքր երեխաների նման են։ Հաշվի առնելով, որ Բրիտանիան, Թուրքիան, Ադրբեջանը իրենց շահերը սպասարկման համար սրան առայժմ պահում են, հետո օգտագործած, չգիտեմ ինչի նման դեն են նետելու, հա։ Եվ իրենց թվում է, որ դա իրենց ուժն է, իրենց ամեն ինչ կարելի է։ Այդ երեխայի հոգեվիճակով, ես ուզում ասեմ, սթափվեն իրենք, այդպես չի, իրանք հիմա որ պայն փորձեն գործնականում մտնել ինչ որ հարթության մեջ, որտեղ հոգեվորականների, ասենք առանց էլ բերանը աղբանոց են դարձրել, ավել պակաս բաներ են խոսում։ Այ եթե ես արձագանքեմ իրենց հիմնավոր ձևով, շատ վատ բաներ կասեմ, եթերում չեմ ուզում ասել եւ չեմ էլ ուզում իրենց նույն հարցան մեջ հայտնել, բայց իրանք հասկանան, որ եթե իրենք մեսի զգուշացումների շարքա, եթե իրենք մտնում են այս դաշտ,
բարոյապես, նյութապես, ֆիզիկապես, եթե բռնություններ կիրառեցին հոգևորականների վեհապար հայրապետի եկեղեցու, շատ ավելի խիստ պատասխան են ստանալ, որտեղ դա մեզ համար կարմիր գիծ է, եւ դա նյութի հետ հեչ կապ չունի։ Այնպես որ ականջները թողող անեն, ինչ որ ասում են, ոչ միայն ես, նաեւ շատն են ասում, եւ հանգիստ վերընկնեն տեղները, ոչ ավել, ոչ պակաս, անկախ նրանից Ալիևն ու Էրդողանը ինչ են իրեն ասել։ Այս մեր տունն է, այս մեր հայրենիքն է, որը մեր պապերի ժառանգել ենք, մեր երեխեքիներ փոխանցելու ենք, հա։ Իրենք այսօր ստեղ կան, վաղը չկան, իրենք փախնելու են, որտեղ այդ գողացածը, լափածը միտեղ պիտի գնան, կուշտ ուտեն եւ երկար ժամանակ նստեն արտակնոց, հա։ Հետո դուրս գան թմրամիջոց օգտագործեն, ուղեղները, չգիտեմ, երկնքներում հալյուցինացիաների մեջ, հետո նորից ուտեն եւ այդպես կյանքը անցկացնելու են, հա։ Կենթանու նման, այսինքն տիպիկ անասուն, ուղղակի իրանք խոսող են, էլի, ասուն են։ Չէ, ասուն են, ես անասունն ու ասունը խոսելու եւ չխոսելու տարբերություն։ Մարդը կենթանի է իդեպ։ Իդեպ ասեմ ձեզ, Աստծո ստեղծած երեխը կենթանի, ուղղակի մենք ասուն ենք։ Կենթանին անասուն, չխոսքան, հա, այսպես ասենք, վիրավորանքի ոչ մի բան չկա։ Իրենք իրենց կենսաձևով դառնում են այնպես, ինչպես կենթանական աշխարհի մյուս ներկայացուցիչները, եթե այդպես են։ Եվ հետեւաբար թողականջներին ող անեն։ Մեր բոլոր զգուշացումները, մենք այդպես մեր ասած խոսքերը գետին չենք գցելու։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Կհանդիպենք։